2024-ի ամենակարևոր հարցը չլուծված տարածքային խնդիրներն են։ Կովկասյան բարոմետրը հետազոտությունների միջոցով է հանգել այս եզրակացության։ Մասնագետները հարցախույզի միջոցով փորձել են պարզել հայաստանցիների տրամադրությունը տարբեր թեմաների շուրջ։ Հարցերը բազմազան են, օրինակ, ինչ նախադրյալներ են պետք հայ-ադրբեջանական հարաբերությունում խաղաղության համար, կամ պարզապես երջանիկ եք։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը մանրամասն ներկայացնելով տվյալները զուգահեռ տարավ նախորդ 2021-19 թվականների հետազոտությունների արդյունքների հետ։ Որոնք են Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Հարցի պատասխանը 6 տարվա տարբերությամբ կտրուկ փոխվել է։ Եթե 2019-ին հարցվածների մեծ մասը վստահ էր, որ դա գործազրկությունն է, ապա հետպատերազմյան Հայաստանում մարդիկ կարևորել են երկրում խաղաղության պակասը։ Գործազրկությունը եւ աղքատությունը փոխարինվել է երկրում խաղաղության պակաս եւ պետական սահմաններ, դեմարկացիա, դելիմիտացիա տարբերակներով։ 2024-ին երկրորդ ամենակարևոր խնդիրը, այստեղ երկրորդ տեղում, ամենակարևոր խնդիրների մեջ չլուծված տարածքային կոնֆլիկտներն են։ Մի ամբողջ բաժին նվիրված էր խաղաղությանն ու պատերազմին, Ղարաբաղյան կոնֆլիկտից հետո ստեղծված վիճակին։ Կենտրոնի հետազոտությունների ղեկավար Սեդա Անանյանն էլ թվերը վերլուծելով ներկայացրեց, որ հարցվածների գրեթե 85%-ը հավանական է համարում, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, եւ դա ամենայն հավանականությամբ կլինի 1-ից 4 տարվա ընթացքում։ Մինչև 1 տարվա ընթացքում պատասխանողները մոտ 28% են եւ 1-ից 4 տարվա ընթացքում պատասխանողները գրեթե 29%։ Այստեղ իմ եզրակացությունն այն է, որ մեր բնակչությունը ավելի հակված է մոտ ժամանակում հավանական համարելու, որ պատերազմ տեղի ունենա։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության համար ինչ նախադրյալներ են պետք։ Հարցվածների մոտ 21%-ը խաղաղության պայմանագրի հետ է կապում հույսերը, 19%-ը ուժեղ բանակի, 14%-ն էլ կորցրած տարածքների վերադարձի։ Ըստ հարցախույզի Հայաստանի հիմնական թշնամի երկիրը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հարցվածների ավելի քան 50%-ն էլ կարծում է, որ հարևաններից Իրանի հետ հարաբերությունները պետք է ավելի բարելավել։ Բարեկամ երկրները սահմանից շատ հեռու են, առաջատարը Ֆրանսիան է։ Ռուսաստանի դիրքերը տարեցտարի իջնում են 83-ից հասնելով ռեկորդային 14%-ի։ Ու այստեղ եթե նկատում եք, նվազումը անընդմեջ է, ամեն բարոմետր իրականացնելիս 13-ից հետո մենք այս նվազումը նկատում ենք։ Իսկ որքանով են հավանություն տալիս, որ Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, հարցի պատասխանը ևս տարիների ընթացքում կտրուկ փոխվել է։ Եթե 2021-ին ընդամենը 14%-ն էր ասել, որ բոլորովին հավանություն չի տա, 2024-ին արդեն 2 անգամ աճել է այդ թիվը հասնելով 32%-ի։ Եթե 4 տարի առաջ բնակչության 30%-ը հավանություն չէր տա, որ Հայաստանը դառնար միութենական պետություն Ռուսաստանի եւ Բելարուսի հետ, ապա արդեն 2024-ի տվյալներով հարցվածների 56%-ն է դեմ։ Իդեպ, նույնատիպ պատկերը նաև Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Հարցվածների մոտ 33%-ը բոլորովին հավանություն չէր տա, եւ միայն 17%-ն է լիովին կողմ միանալ Եվրոպային։ Իսկ արդյոք ճիշտ ուղղությամբ է զարգանում Հայաստանը։ 19-ին ունենք այսպես պիկ 67%, որը ցանկալի է վերլուծել հասկանալու համար, թե ինչի հետ է կապված։ Մեր ամենաառաջի ենթադրությունը կարող է լինել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, իհարկե, բայց ես խորհուրդ կտամ ավելի խորը վերլուծություն անել հասկանալու համար։ Հարցերի մի զգալի մասն էլ ներքաղաքական էր։ Օրինակ, եթե հաջորդ կիրակի լինեին ընտրություններ, ըստ այս հետազոտության ավելի քան 45%-ը միանշանակ, իսկ մոտ 14%-ը ամենայն հավանականությամբ կմասնակցեր։ Ընտրություններին միանշանակ չէր մասնակցի մոտ 34%-ը։ Երկիրը լիովին ժողովրդավար է համարում հարցվածների միայն 8%-ը։ Չկա այնպիսի կուսակցություն, որին ժողովուրդը ավելի մոտ կհամարեր, բայց առաջարկված տարբերակներից իշխող քաղաքացիական պայմանագիրն է շարունակում առաջինը լինել։ Այստեղ նշեմ, որ 24 թվականին առաջի եռյակը մի փոքր տեղափոխություն է եղել երկրորդ եւ երրորդ տեղերի միջև։ Երկրորդ տեղում այժմ Բարգավաճ Հայաստանն է եւ երրորդում Հայաստան Դաշինքը։ Սակայն իրենք երկուսն էլ 5%-ից ավել, այսպես տեսակարար քշիր չեն ունեցել։
Վստահության ամենացածր ցուցանիշը ունեն քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Փոխարենը լիովին վստահում են եկեղեցուն եւ բանակին։ Հետազոտությունը իրականացվել է ամբողջ Հայաստանում 1561 հարցվողի շրջանում։ Հարցվածներից ավելի քան 68%-ը կանայք են եղել, գերակշիռ մասը ուներ միջնակարգ եւ միջին կրթություն։ Տասնյակ այլ հարցերից եզրահանգում ենք, որ բնակչության 18%-ը անձնական եկամուտ չունի, 86%-ը սեռական փոքրամասնությունների հետ բիզնես չէր սկսի, 63%-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքականությամբ։ Եվ թերևս ամենաուշագրավը, չնայած բավական ոչ լավատեսական պատասխաններին, հարցվածների գրեթե 39%-ը իրեն չափազանց երջանիկ է համարում։ Իր դժբախտության մեջ վստահ էր հարցվածների միայն 5%-ը։